Ղարաբաղ-ադրբեջանական զինված հակամարտության պատմությունը հարուստ է նշանակալից դեպքերով ու իրադարձություններով։ Նշանակալից հատկապես այն առումով, որ դրանք իրենց բնույթով եւ ծավալներով հաճախ ուղղակի ազդեցություն են ունենում մարտական գործողությունների ողջ ընթացքի վրա։ Այդ տեսանկյունից առանձնացման արժանի է 1994 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցած Օմարի հազման եւ վերագրավման ռազմագործողությունը։ Եթերում ռազմաշխարհն է Սենոր Հասարացյանը։ Բարև ձեզ։ Փաստեր, խորհրդատվություններ, եզրահանգումներ, սրանք են ռազմաշխարհ հեռուստածրագրի հիմնական բևեռները։ Իսկ նպատակը թերևս մեկն է՝ խոսել մեր ռազմաշխարհում տեղ գտած առավել ուշագրավ զարգացումների մասին եւ յուրաքանչյուրի տեսնել տեղեկացված ու գալիք իրողությունների հանդեպ լավատես։ 1993 թվականի ամառային եւ աշնանային մարտաշրջանում կրած պարտությունից հետո մինչև դեկտեմբերի վերջը ռազմաճակատում հաստատված հարաբերական անդորի ընթացքում Ադրբեջանը ձեռնամուխ եղավ իր բարելակված զինուժի համալրմանն ու վերախմբավորմանը, նպատակ ունենալով վերստին անցնել հարձակողական գործողությունների եւ մարտագծում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Համաձայն ինքնապաշտպանության ուժերի հետախուզության տվյալների ադրբեջանական բանակը հիմնականում համալրվում էր 18-ամյա անփորձ երիտասարդներով, որոնք ռազմաճակատային քշվում Պալջիչ ջոկատների ճնշման տակ։ Իսկ Փափրավենտ Սալահլի Քենգերլի մարտագծում գերեվարված թիվ 190-րդ բրիգադի ասկերներից մեկի վկայությամբ այն երիտասարդները, որոնք խուսափում էին զորակոչից, նրանց սպառնում էր մինչև 15 տարի ազատազրկում կամ գնդակահարություն։ Միաժամանակ գերիների ցուցմունքներից պարզ էր դառնում, որ զորակոչվողները բացառապես հասարակ բանվորների, ծառայողների եւ գյուղացիների զավակներ են։ Իսկ բարձր պաշտոններ զբաղեցնող եւ ունևոր ծնողների որդիները զարտողի ճանապարհներով, այդ թվում նաեւ մինչեւ 1.5 միլիարդ մանաթի հասնող բրգակնով ազատվում էին ծառայությունից։ Բացի ներքին ռեսուրսների հաշվին բանակի շարքերը համալրելուց Ադրբեջանի ղեկավարությունը ուղիներ էր որոնում նաև մուսուլմանական աշխարհի երկրներից վարձկաններ ու սպառազինության միջոցները ներկրելու համար։ 1993 թվականի նոյեմբերին Բաքուն հանդես եկավ մուսուլմանական մի շարք երկրներին ուղղված հայտարարությամբ, որով վերջիներիս կոչ էր արվում օժանդակիչ ուժեր ուղարկել Ադրբեջան։ Իսկ նույն ամսվա 2-ին եւ 12-ին Անկարա ժամանեց Ադրբեջանի արտգործնախարար Հասանովը եւ տեղում հանդիպեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Դոգան Գյուրեշին։ Ըստ մամուլի տարածած լուրերի, Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչն իր այցի ընթացքում Թուրքիայի նախագահին հանձնեց Ալիևի անձնական ուղերձը, որում Ադրբեջանի նախագահը հայցում էր եղբայրական պետության ռազմական աջակցությունը։ Արդեն այդ հանդիպումից հաշված շաբաթներ անց, իսկ ավելի հստակ 1994 թվականի սկզբին ադրբեջանական բանակում գործում էին 256 բարձրաստիճան թուրքական զինվորականներ։ Թուրքական եւ օտարերկրյա վարձկաններ հավաքագրելու նպատակով Ադրբեջանն ինտենսիվորեն օգտագործում էր նաեւ ինքնահռչակ Հյուսեյն Կիպրոսի թուրքական հանրապետության տարածքը։ 1993 թվականի վերջին եւ 1994 թվականի սկզբին անգլիական լորդ Էրսկինի եւ թուրքական գործարար Մուստաֆա Մուտլուի նախաձեռնությամբ հենց Հյուսեյն Կիպրոսից սկսեցին Ադրբեջան տեղափոխել հարյուրավոր ռազմական մասնագետներ ու վարձկան զինվորներ։ Դրա դիմաց ըստ թուրքական լրատվամիջոցների Բաքուն պարտավորվում էր ամեն տարի Մեծ Բրիտանիա ներկրել համապատասխան քանակությամբ նավթամթերք։ Բացի զինվորական մասնագետներից ադրբեջանական բանակը պարբերաբար համալրվում էր նաև աֆղանական մոջահեդներով ու Պակիստանից, Չեչնիայից եւ արաբական երկրներից հավաքագրված վարձկաններով։ Համապատասխան նախապատրաստական աշխատանք տանելուց հետո 1993 թվականի դեկտեմբերի վերջին ադրբեջանական բանակը ռազմաճակատի ողջ երկարությամբ անցավ լայնածավալ հարձակման եւ հունվար ամսվա առաջին կեսին մարտագծի հարավային, հյուսիս-արևելյան եւ հյուսիսային ուղղություններով ճեղքելով Ղարաբաղյան ուժերի պաշտպանությունը վերագրավեց նախկինում կորցրած մի շարք տարածքներ, այդ թվում Հորադիզի կայարանն ու Օմարի Լեռնանցքը։ Իրավիճակը հատկապես ծանր էր ռազմաճակատի հյուսիսային հատվածում։ Օմարի ուղղությամբ գործող ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հունվարի 24-ին մարտերով հասան Մարտակերտ Քարվաճար ավտոմայրուղուն եւ իրական հնարավորություն ստացան վերահսկողության տակ առնելու Քարվաճար շրջկենտրոն։ Այդ օրերին, բացի օտարերկրյա վարձկաններ օգտագործելուց, Ադրբեջանի ղեկավարությունը նպատակային աշխատանք էր տանում նաեւ սեփական զինուժի մարտական ոգին բարձրացնելու ուղղությամբ։ Անձամբ Հեյդար Ալիևը խոստանում էր Քարվաճար մտնող առաջին ասկերին պարգևատրել Նիվա Մագնիշի ավտոմեքենայով, իսկ առաջին ստորաբաժանման յուրաքանչյուր զինվորի խրախուսել խոշոր դրամական գումարով։ Դատելով այս ամենից կամաթ հակումը հանգում է այն հետևության, որ ժամանակ առաջ սրբազան պատերազմ հայտարարած Ադրբեջանը մի պահ կարծես մոռացել էր իր հայրենի հողերն ազատագրելու շուրջ օրինաց հեքիաթը
եւ որդեգրել հին միջին դայրին հատուկ զավթողական աշխատանքների ռազմավարություն, որի դեպքում վարձկան զինվորը մարդ երկունում ոչ թե հանուն արդարության, այլև ազնական շահի։ Ի տարբերություն նրանց հայ զինվորն այլ կերպ էր մտածում ու գործում։ 1994 թվականի հունվարի վերջին հյուսիսային ռազմաճակատում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով Քարվաճար Օմար մարտագից տեղափոխվեցին 3-րդ, 4-րդ, 5-րդ կենտրոնական պաշտպանական շրջաններից ու 71-րդ եւ 54-րդ առանձին մոտորաձգային գումարտակներից ընտրված ստորաբաժանումները։ Սկզբնական շրջանում Ղարաբաղյան զորքերի առջև խնդիր դրվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, ստեղծել կուր պաշտպանություն եւ նախապատրաստվել հետագա հակահարձակողական գործողությունների։ Առաջադրանքն իրականացվեց նախատեսված ժամանակահատվածում եւ առանց շոշափելի կորուստների։ Արդեն փետրվարի սկզբին հակառակորդի առաջխաղացումը ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ լրիվությամբ կասեցված էր։ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության որոշմամբ շուտով Ղարաբաղյան ստորաբաժանումները անցան Օմարի վերագրավման ռազմագործողության ավարտական փուլի։ 1994 թվականի փետրվարի 11-ին համաձայն նախապես մշակված մարտական պլանի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղության ստորաբաժանումները ճակատի ողջ երկարությամբ անցան հարձակողական գործողությունների եւ մեկը մյուսի հետևից վերագրավեցին Օմարի շրջանում տեղաբաշխված հակառակորդի ռազմահենակետեր։ Առաջխաղացումն իրականացվում էր Մարտակերտ Քարվաճար ճանապարհից դեպի Յանշախ, Չիչագլի, Բաղրլու եւ Մորովի դժվարանց փեշերից Օմար տանող գլխավոր հարվածային ուղղություններում։ Շուրջ մեկ շաբաթյա ահեղ մարտերից հետո թշնամին թողեց հյուսիսային մարտագծի վերջին ռազմակայան Յանշաղը։ Փետրվարի 18-ի առավոտյան Քարվաճարի հյուսիսային հատվածը ներառյալ Օմարի լեռնանցքը ամբողջությամբ վերահսկվում էր Ղարաբաղյան ուժերի կողմից։ Այլուն հակահարձակողական գործողությունների արդյունքում ոչնչացվեց ադրբեջանական բանակի 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից տիպի հրետանային միջոց, 1 ինքնագնաց ականանետ, առգրավվեց թուրքական արտադրության մեծաքանակ զենք ու զինամթերք։ 1994 թվականի փետրվարին, երբ ոչ միայն Օմարի, այլև ռազմաճակատի մյուս հատվածներում ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական լայնածավալ ռազմաշավը մատնված անհաջողության, նախագահ Ալիևը պաշտոնական այցով մեկնեց Անկարա եւ Թուրքիայի նախագահ Դեմիրել հետ ունեցած հանդիպման ժամանակ կրկին ակնարկեց հերթական ռազմական օժանդակության մասին։ Սակայն Թուրքիայի նախագահը թեպետ Ալիևի խնդրանքը առիրես չմերժեց, բայց դրանից քիչ անց Ղրիմի թաթարների շարժման առաջնորդ Մուստաֆա Ջեմիլի հետ ունեցած առանձնություններից մեկում հասկացնել տվեց հետևյալը. Ազերիները եւս պետք է կարողանան ստեղծել իրենց հերոսական տարեգրությունը։ Մենք Ադրբեջանում արել ենք այն ամենը, ինչ հնարավոր է։ Կան բաներ, որոնց մասին չեմ կարող խոսել, բայց մենք չենք կարող թույլ տալ քրիստոնյաների եւ մուսուլմանների առճակատում Ադրբեջանում։ Ես ավանտյուրիստ չեմ եւ իմ երկրին թույլ չեմ տա ներքաշվել ավանտյուրայի մեջ։ Դա ձեռնտու է այն ուժերին, որոնք պահանջում են ներքաշվել, բայց ես նրանց պատասխանել եմ, որ եթե գնանք այդ քայլին, ապա կբախվենք Ռուսաստանի հետ։ Թուրքական կողմի բացահայտ օժանդակությունից մերժված եւ հունվար-փետրվարին ռազմաճակատում ջախջախիչ պարտություն կրած Ալիևը վերջապես հասկացավ, որ եթե ոչ դիվանագիտական, ապա գոնե ռազմական թատիրաբեմում հետագա լուրջ քայլեր ձեռնարկելն անիմաստ են։ Եվ պատահական չէ, որ հենց հյուսիսային ուղղությամբ ստացած ապտակից հետո Բաքուն Անկարայից դեմքով շրջվեց դեպի Մոսկվա։ Պատահական չէ նաև, որ նույն փետրվարի 18-ին, երբ Ղարաբաղյան ուժերը մարտիրով զբաղեցրին Օմարի լեռնանցքը, Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Պավել Գրաշովի նախաձեռնությամբ տեղի ունեցան Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի լիազոր ներկայացուցիչ բանակցությունները, որի արդյունքում ստորագրված արձանագրությունը հիմք հանդիսացավ մայիսին հաստատվելիք զինադադարի համար։ Այսքանը, կհանդիպենք։